Հունիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների հայց արդյունքները ձեզ համար որքանով են ընկալելի եւ ընդունելի եւ Տիկին Հակոբյան հիմա երբ Հայաստանում իշխանությունը վերարտադրվեց Արցախահայերի վերադարձի հարցը Արցախի հարցը բարձրացայնում առաջ մղում միջազգային օրակարգերում առաջ տանելը ինչպես եք դուք պատկերացնում Ինձ համար հասկանալի է ինչպես հասարակության մեծ հատվածի մոտ ընկալելի չէ, ընդունելի չէ, բայց սպասելի էր այս ելքը ընտրությունների արդյունքում, ինչու որովհետև դեռևս ամիսներ առաջ խորհրդարանի համար պայքարող ուժերին բազմիցս ասել ենք, ես կարծում եմ իրենք էլ էին տեղյակ, որ նման պայմաններում իշխող ուժի հետ ուղղակի անթույլատրելի է գնալ ընտրությունների, զուտ այն պատճառով, որ արդեն ամիսներ առաջ քաղաքական բռնաճնշումները ջարդել, փշրել, կոտրել, սպանել է արդեն ակնհայտ խոսում էր այն բանի մասին, որ ընտրությունները որևէ կերպ նախ լեգիտիմ չեն, արդեն իսկ լեգիտիմ չեն եւ կեղծվելու են բոլոր ձևերով, ընտրակաշարք, տարբեր տեսակի ճնշումներ, որոնց մենք բոլորս տեղյակ ենք, տեսել ենք, գիտենք։ Բայց եղավ այն ինչ որ եղավ, այո, այս պահի դրությամբ, քանի որ արդեն մի քանի օր անցել է եւ խորհրդարան մտնելու համար պայքարող ուժերից դեռևս որևէ հստակ հայտարարություն չկա, ցավոք սրտի ակնհայտ է դառնում, որ այո, հերթական անգամ այս իշխանությունը վերարտադրվեց, որովհետեւ այն ուժերը, որոնք վերցրել են եւ այս անգամ գիտեք, պահանջը այլևս Նիկոլից չի, հասկանալի է Նիկոլից ոչինչ չունենք պահանջելու։ Պահանջը ընդդիմությունից է, որը դեռևս ուժ չէ, դեռևս անելիքներ ունի եւ եթե հասարակությունը, եթե մենք փաստում ենք, որ այս ընտրությունները օրինական չեն, այս ընտրություններում տարբեր մեթոդներ, տարբեր տեխնոլոգիաներ են կիրառվել, ընդդիմությունը շատ ավելի լավ գիտի, հա, խորհրդարան ձգտող։ Հետևաբար իրենք պիտի նաև իրենց որոշման կայացման մեջ այնպիսի քայլեր ձեռնարկեն, որ քաղաքասարակությունը չհուսալքվի հերթական անգամ։ Այսինքն ես վստահ եմ, որ դեռևս որևէ բան փոխել հնարավոր է։ Ինչ վերաբերում է Արցախահայության հարցին, Արցախի հարցի փակվել չփակվելուն, մեր կյանքում այս պայմանությամբ որևէ բան չի փոխվել։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, որ Աստված մի արաս է իրոք իշխանությունների վերարտադրման դեպքում։ Մեր նկատմամբ բռնաճնշումները տարբեր տեսակի, հա, ես մինչև ամենածայրահեղը պատկերացնում որ այս իշխանությունները անելու են, պատկերացնում ենք, բայց դա մեկ վայրկյան անգամ վստահ եղեք, մեկ վայրկյան անգամ մենք կանգ չենք առնելու եւ որևէ կերպ չենք դադարելու պայքարից։ Եվ ես ինչպես ասել եմ 2 օր առաջ, այնպես այդ կարծիքին եմ շարունակել եմ ասել, եթե լույսը բացվեց, եթե մենք արթնացանք, ուրեմն Աստված պարգևել է այդ կյանքը, որտեղ ծրագիր կա, որտեղ պիտի շարունակենք մենք պայքարել։ Հանգուցալուծումը ինչպես եք տեսնում այս պարագայում։ Այս իրավիճակում, հանգուցալուծումը, այս իրավիճակում Ես կարծում եմ, որ պետք է ընդդիմությունը որոշի եւ հայտարարի։ Եթե վերցնում է մանդատները, ապա ինչ է լինելու հաջորդ օրը եւ դրան հաջորդող օրերը, եթե չի վերցնում մանդատները, ելի պիտի բացատրություն տա եւ հստակ համակարգված աշխատի ինչ է լինելու վաղը, ինչ է լինելու դրա հաջորդող օրը։ Իրենք շատ մեծ պատասխանատվություն ունեն հիմա։